Նախ զեկուցվող հարցի շրջանակում ասեմ, դրական կողմերի մասին ասեմ, 97 մանկապարտեզում ես եմ այցելել, Մալաչա Սեբաստիա համայնքում կաթի մանկապարտեզներ ունեցել եմ շատ լավ հուշեր, որոնք որ հանձնաժողովի նիստին ասել եմ։ Ողջունելի է, որ այդքան, երբ որ քննադատում են, որ վատ վիճակ է, տեղ է հասնում, սկսում եք սարքել։ 95 մանկապարտեզի բակի կոյուղաջուրն ու B1-ի ժողովրդի այդ գարշահոտություն շնչելն ու հակասանիտարական վիճակի հետ կապված այնքան կռիվարի փարկացու տեղահաս է, Ծիծեռնակաբերդի ուղղությունն եք բռնում, մանկապարտեզի աշխատավարձի բարձրացման մասին եմ խոսել, բայց պարոն Ավինյան, զեկուցող հարցի մասին է ուզում խոսեի, զորով դուք էլի եկաք մեղվի բունը քանդեցիք, հետո ասում եք հայլու մեջ նայի, Սուրեն Գրիգորյանն ասում էր մենք նախընտրականի ժամանակն են չի, որ մի բան ասում ենք ու չենք անում, ձերը որն ասում եք մեր ձևով անում ենք, ձերը ձեր ձևով չի, ձերը ասենք չանենքն է, հիմա սկսեմ, այս ունեի պահած էլի, նախընտրական քարոզարշավի ժամանակ ժողովրդին ասե ու խաբել եք ՔՊ-ականներ, Մինչև 2025 թվականը կառուցելու ենք Մերքոնյան Իսակով Արշակունյաց Պողոտանարը կապող շուրջ 2 կիլոմետր ճանապարհը, որը այս տարի ասում ենք կսկսենք։ Սուտ, ասե խաբել եք մարդկանց, որ 25-ին պատրաստ է լինելու։ 25-ին կառուցելու ենք Արշակունյաց Գրիգոր Լուսավորի ճանապարհային նոր հանգույցը։ Երբ է կտեղով անցը Տիգրան Ավինյան վերջի անգամ, ասեք մեր ժողովրդին։ Հաջորդը 24-25-ին կառուցելու ենք Նոր-Նորքի վարչական շրջանի Միասնիկյան Պողոտային կապող 1.5 կիլոմետր ճանապարհը եւ էստակադան։ Լուրջ եք ասում, այդ էստակադան ուր է ժողովուրդ։ Սուրեն Գրիգորյանն ասում էր մենք այնի չենք եղել, որ ասեու չենք կարել։ Չէ լուրջ եք խոսում։ Կառուցելու ենք Երևանի արևելյան շրջանցի ճանապարհ, որը մասի տրանսպորտային հանգույցը կկապի վերին պտղնուն։ Ախր երազանքների շարքից չի։ Այս ձեր նախընտրական քարոզարշավի բուկլետից եմ կարդում։ Մինչև 25-26 թվականները կառուցել ենք Ուլնետի Ռուբինյան ավտոճանապարհի վերջնամասից մինչև Ալճարյան փողոցի երկաթգծի ծրագրով 3.7 կիլոմետր ավտոճանապարհը։ Անկեղծ չեմ գտե, եթե սխալ եմ ասում, ուղղակի ինձ կասեմ ներողություն։ 27 թվականին շահագործման կհանձնվի Հայրենիք կինոթատրոնի ճանապարհային հանգույցը, ապավելով անընդհատ երթևեկություն հյուսիս-հարավ մայրուղու, չգիտեմ, սենց։ Լուրջ եք ասում ժողովուրդ։ Դուք եկեք Տիգրան Ավինյան, որ ձեր քարոզարշավի առաջի օրը ասիք մինչև 25 թվականը մի հատ չվերանորոգված մանկապարտեզ չի լինի։ Այսօր 7000 երեխա հերթի մեջ է մանկապարտեզի։ Կոյրունի վրայի մանկապարտեզը փակում եք, մոռանում եք։ 9 հատակ ավիրում եք, չկա այդ մանկապարտեզ, գնում ես տեղը չի էլ երևում։ 4 մանկապարտեզ աջափնյակում վրա փակել եք։ Հետո ներողություն, այդ որ մունատ եք գալիս, ասում եք 70 մանկապարտեզ օտարել են, ինչ են արել։ Ձեր դատախազությունը դուք մի օրվա մեջ կարող եք օրենք փոխեք ու ինչ ուզեք անեք։ Գնացեք հետ բերեք, 100 անգամ ասել եմ։ Դու տվողին էլ, առնողին էլ մյուսն էլ։ Հիմի շարունակեմ մյուսը ասել ձեզ, այդ որտես խոսում եք մանկապարտեզը օտարել են կամ չգիտեմ էս են արել, այն են արել։ Մի հատ ասեք ի պաշտոն է։ Ստեղ նստած ավականիներից ով է դրա հետ կապված կապ ունեցե։ Այդ պոպուլիզմը անցել է 8 տարի դուք եք իշխանության։ Հիմի ձեզնից պատասխան ուզողը մենք ենք։ Ու մյուս անգամ չփորձվեք այդ դաշտը մտնել, որ մանկապարտեզները օտարել են։ Գնացեք հետ բերեք։ Կարողանում եք մի օրվա մեջ եկակառույց խլել, մանկապարտեզ չեք կարում, թե այդ օտարողների մի մասը ու մանկապարտեզների տերերի մի մասը այսօր ձեզ են ծառայում։ Անկեղծացեք, նոր տեր են գտել, նոր տիրոջն են ծառայում։ Դրա համար դուք չեք անում գնաք կպնեք։ Հիմա եկեք չգիտեմ ինչ եք խոսում, էլի։ Ամեն ինչը չափ պետք է ունենա։ Ասում եք կոռեկտ եղեք։ Պարոն Ավինյան, այս ասել չասելու, մի հատ էլ կասկածում եմ։ Կասկածում ենք մենք ձեր խոսքերի վրա ու հիմնավորում ենք։ Ասում եք, էսի դուք եք խոս տվել։ Մենք խոս չենք տվել։ Դուք եք ձեր քարոզարշավի մնացած կետերը, ինչ ասել ու չեք արել, դուք ոչ թե պետք է ասեք, ասենք անենք, ասեք չանենք։ Ձեր անունը փոխելու ենք, դնենք, ասենք չանողներ։ Այս է ձեր կետերը, եթե չգիտեք ավելի մանրամասն ասեմ։ Մյուսը, ժողովուրդ, ձեր մոտ որ 8-10 միլիարդ փող ավելանում, այդ 10 միլիարդը նշանակում է եւս 20 նոր վերանորոգված մանկապարտեզ։ Դուք նկարում ասում եք զարգացման ծրագիրը կապ ունի բյուջեի հետ, ընդհանրապես կապ չունի, չգիտենք ինչ էիք բերել։ Այսինքն կատարած աշխատանքի հաշվետվություն պետք է լինի, ոչ մի բան չկար։ Դուք բռնե գրել եք, որ դա անդրադառնալու են բյուջեին 64% քաղաքացիները դրական են գնահատում ասֆալտապատումը։ Հենց դուսը խոսած է։ Դուք ունեք ձեր պղպճակը, դուս եկեք ձեր պղպճակից։ Դուրս եկեք, մատ հասկացեք իրականությունն ինչ է։ Ու խնդրած կնեմ վերջին էլ ասեմ, պարոն Ավինյան, դուք եք սկսում ամեն ինչ։ Տելոք նստած ենք, ոչինչ չենք ասում։ Սկսում եք, հետո հակառակը ասում եք, խիա տեն ստացվում։